Մեդիա փորձագետ Արթուր Պապյանին եմ հրավիրել զրույցին, նախ ձեր թույլտվությամբ ձեզ Արթուրով դիմեմ, մենք տարիներ շարունակ իրար հետ ենք աշխատել։ Բարի երեկո, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերի համար։ Սյունիքում երիտասարդների մոլորվելու դեպքն եմ ուզում քննարկել, դուք հետևել եք օրվա ընթացքում տեղեկատվությունը խիստ սուղեր, իսկ լարումը չափազանց մեծ, այս ընթացքում շատ վարկածներ առաջ քաշվեցին։ Հիմա դրանց շուրջ է կռիվը համացանցում, թե ադրբեջանցիները չեն առևանգել երիտասարդներին, պանիկա է տարածվել։ Պետությունը իր մեղքի բաժինն ունի, երբ ինֆորմացիան սուղ է ու ոչ պարբերական։ Տեսեք, նման իրավիճակում պետությունը պարտավորություն ունի լինել հնարավորինս թափանցիկ եւ ազնիվ։ Այդ թվում հաշվի առնելով անվտանգության որոշակի մարտահրավերները, մանավանդ մենք գործ ունենք սահմանային խիստ գայուն տարածքի հետ, բայց այստեղ կարևոր է, որպեսզի պետական մարմինները նաև ասեն այն մասին, ինչ հստակ չգիտեն, հա, օրինակ մենք տեսնում ենք, որ առաջին իսկ հաղորդագրության մեջ խոսվում է այն մասին, որ երիտասարդները, պատանիները մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում, թեև մենք չգիտենք, արդյոք այս մասին հստակ փաստարկված տեղեկատվություն կա, դե չկա։ Սրան էլ ավելի վնասեց հաջորդը քննչական մարմիններից տված արձագանքը այն մասին, որ առևանգման գործով, հնարավոր առևանգման գործով հարուցվել է գործ կամ ինչ-որ քննություն քայլեր են ձեռնարկվում, տեքստը եթե դուք խորանում եք, այնտեղ սխալ բան չկա, այսինքն այո, կարող էին համարել հնարավոր առևանգման գործով, կարող էին համարել գործ հարուցել հնարավոր այլ տարբեր վարկածներով, ուղղակի նման սուր իրավիճակում այդպիսի բովանդակությամբ, բառակազմով տեղեկատվության հրապարակումը ակնհայտ խոսում է այն մասին, որ տարբեր մարմինների միջև կոորդինացիայի բացակայություն կա, եւ դա է, որ հենց հանգեցրել է ընդհանուր այսպիսի տագնապային իրավիճակի, այսինքն ԱԱՑ-ն ասում է, որ հայտնվել են Ադրբեջանի տարածքում, մյուս մարմինը չի ասում, որ առևանգում տեղի ունեցել, բայց ասում է ենթադրյալ առևանգման մասին եւ դա միանգամից այս շատ խիստ գայուն մթնոլորտում պատանի մանկահասակ տղաներ են, նախկինում մենք դեպքեր ենք տեսել, որ մարդիկ մոլորվել են եւ մեղադրվել են դիվերսանտ լինելու մեջ, չգիտեմ, այնպես որ այս ամբողջ նախապատմությունը եւ զգայուն կոնտեքստը իրար վրա տնելով տեսնում ենք խիստ լարված մի իրավիճակ եւ այստեղ ամեն ինչ գալիս է նրանից, որ կոորդինացիան բավական չէ եւ պատկան մարմինները պիտի շատ ավելի ազնիվ լինեն եւ ասեն, որ քրեական գործ է հարուցվել, քննարկվում են տարբեր, օրինակ, տարբերակներ, վարկածներ եւ չնշել այդ վարկածը, քանի որ այդ մասին փաստորեն լինել ազնիվ եւ խոստովանել, որ մենք ուղղակի չգիտենք ինչ է կատարվել։ Երկրորդ երևի այսպես պարտավորությունը, որ տարբեր, փորձագիտական գրականության մեջ կարող ենք գտնել, դա արագությունը եւ ժամանակին տեղին տեղեկատվություն փոխանցելը։ Առհասարակ ճգնաժամային կամ այսպիսի լարված իրավիճակում լավ պրակտիկա է համարվում, որպեսզի նույնիսկ եթե որևէ թարմություն չկա, որևէ նորություն չկա, 4-ից 6 ժամը մեկ պատկան մարմինները տեղեկացնեն հանրությանը, որ օրինակ գործողությունները շարունակվում են, նորություն չկա, նորության դեպքում ձեզ մոտ այդ մասին ձեզ կտեղեկացնենք, դա կարող է մեղմել ընդհանուր այս տագնապը, գոնե հաղորդել այն ինչ գիտենք եւ հաղորդել այն ինչ չգիտենք, որտեղ երբ որևէ կամ տեղեկատվություն չկա, դա տեղիք է տալիս արդեն ենթադրությունների, իսկ մեր դեպքում, երբ որ աշխատում ենք, ապրում ենք շատ լարված մի միջավայրում, դա նաեւ կարող է հանգեցնել հիբրիդային ինչ-որ գործողությունների, օրինակ որևէ, չգիտեմ, ադրբեջանական կողմից կարող է ինչ-որ պատահական կեղծ ինչ-որ ինֆորմացիա շպրտվել եւ դա առհասարակ հանգեցնի լարվածության կամ որևէ ցանկացած կողմից դա կարող է տեղի ունենալ, որևէ պրովոկացիա, որևէ երրորդ ուժի կողմից կարող է արդեն հանգեցնել իրավիճակի խիստ սրման, ինչ-որ տեղից մի բան հրապարակվի։ Այս իրավիճակում նաեւ շատ կարեւոր է, որ պետական մարմինների կողմից ցուցաբերվի անհրաժեշտ զգայունություն, որտեղ պատկերացրեք երկու մանկահասակ, պատանի տղաների այս կորուստը ինչպիսի հսկայական ցնցումների է հանգեցնելու եւ իրենց անմիջական շրջապատում եւ առհասարակ հասարակության մոտ հաշվի առնելով մեր հանրության զգայունությունը մանավանդ այս սահմանամերձ տարածքում։ Այս առումով նույնպես տեսնում ենք, որ մենք որևէ, չգիտեմ, կարեկցանքի, այսպիսի ինչ-որ մի խոսք չենք տեսել։ Իհարկե,
կարող եք որպես հակապաստարկ մարմինները կարող են ասել, որ դե բան չէր եղել, ինչին կարեկցենք, բայց կարելի է Բայց այսօր գիտենք, որ բան չէր եղել։ Երեք չգիտեինք մենք դրա այդ է, որ պետք է ասել, որ մենք հասկանում ենք սրա զգայունությունը, որևէ կերպ, հա, հաղորդել, որ ամեն ինչ արվում է հաշվի առնելով այս լարված միջավայրը եւ այս բաները։ Իհարկե մենք հիմա դատողություններ ենք անում չունենալով բազմաթիվ անհայտներ եւ ենթադրվում է որ պետական մարմինները ավելի շատ տեղեկատվության են տիրապետել եւ նույնիսկ վերջնական հաղորդագրությունները մենք չենք կարող հստակ իմանալ արդյոք դրանք ամբողջությամբ ճիշտ են թե ոչ, քանի որ մենք գործ ունենք բարձր վտանգավորության միջավայրի հետ եւ գուցե նույնիսկ ամբողջ տեղեկատվությունը մինչեւ վերջ արդարացիորեն հանրությունից պահվում է, մենք չենք կարող հստակ իմանալ։ Ամեն դեպքում այն որ տեղեկատվությունը պիտի լինի ճշգրիտ, հետևողական, ժամանակին եւ իր մեջ արտացոլի նաեւ այդ մարդկային գործոնի փաստը, այդ միանշանակ է, ընդ որում այս առումով արժեր, որպեսզի նաեւ իշխանությունները տեղեկացնեին, թե ինչ քայլեր են իրականացնում, օրինակ արտգործնախարարությունը արժեր, որպեսզի տեղեկացներ, որ օրինակ կապվել եւ տեղեկացրել են ադրբեջանական կողմին, որ կորածները ուղղակի պատանիներ են, որոնք մոլորվել են, նաև այդ մասին տեղեկացներ անհրաժեշտ միջազգային կառույցներին, չեմ Կարմիր խաչին, ՄԱԿ-ի ինչ-որ կառույցներին, որպեսզի ապահովեր անհրաժեշտ դաշտը, ընդ որում ես ենթադրում եմ, որ այդ բոլոր քայլերը արվել են, բայց այդ մասին արժեր կոմունիկացնել, որովհետև դա կստեղծեր ընդհանուր ֆոն եւ կվերահաստատեր այն ընդհանուր առաջին տեղեկատվությունը, որ ԱԱՑ-ն տվել էր այն մասին, որ որևէ չեմ զինծառայողներ չեն, դիվերսանտներ չեն, այլ ուղղակի պատանիներ են, ովքեր մոլորվել են։ Այս մեսիջները պետք է պարբերական ասել, որովհետև դրանք նաև տալու են որոշակի լիցքաթափիչ էֆեկտ եւ կանխարգելող էֆեկտ էին տալու, ցույց տալով, որ այ արդեն միջազգային կառույցներին մենք այս մասին տեղեկացվել, դիվանագիտական ալիքներով ենք տեղեկացնել, առհասարակ ցանկացած նման դեպքի համար սա կարծում եմ, որ պարտադիր է։ Արթուր, ազգային անվտանգության ծառայությունից հաղորդագրություն ընդամենը այսօր է եղել, որ ադրբեջանցիները երիտասարդներին չեն առևանգել, եթե առևանգման հոդվածով քրեական գործ է հարուցվում։ Այդ վարկածը օբյեկտիվորեն կարող է լինել, իդեպ հենց ազգային անվտանգության ծառայության տեղեկություններ նորից ուզում եմ շեշտել, որ երիտասարդները Ադրբեջանի տարածքում են։ Տեսեք, մենք պիտի հասկանանք, որ ԱԱՑ-ն որևէ պարտավորություն չունի հանրությանը միշտ միայն ճիշտն ասել, հա, դա ի վերջո իր ունեցած մարմինը, ինքը հանրային տեղեկատվության մարմին է, որը հաղորդում է տեղեկատվություն կառավարելով իր իմացած որոշակի ռիսկերը, դա լրագրող չի, որից մենք պարտավոր ենք իրենցից պահանջել որոշակի թափանցիկություն, ճշգրտություն, բայց ունենալով այդ սահմանները։ Այստեղ իրականում մեր մոտ ավելի շատ խնդրահարույց է այն բառապաշարը, որը քննչական մարմինն է օգտագործել, չունենալով, հա, այսինքն այս գայուն միջավայրով այսպիսի բառակազմ օգտագործելը, որովհետև եթե դա ընդամենը վարկած է, ու եթե դա վարկածներից մեկն է, հա, որտեղ ենթադրյալ առևանգում ձևակերպումն եմ ես տեսնում հաղորդագրությունում, դա կարող է նշանակել, որ կարող են լինել բազմաթիվ այլ ենթադրություններ եւ մեկի վրա շեշտը տնելով ստեղծում է շատ լուրջ ռիսկային ֆոն իրականում։ Արթուր, բայց հենց ԱԱՑ-ն օրինակ չպիտի ստուգեր այդ տեղեկատվությունը հաղորդելուց առաջ, այդ նախնական էր, ես հասկանում եմ տեղեկատվությունը, բայց ամենայն դեպս, որ Ադրբեջանի տարածք են անցել երիտասարդները։ Այս տեղեկատվությունը փոխանցելուց առաջ չպիտի ստուգվեր։ Իհարկե, եւ հենց դա է ես ասում ազնվություն ու թափանցիկություն ասելով, այսինքն եթե ԱԱՑ-ն տեղեկատվությունը չունի ամբողջությամբ եւ ուղղակի լսել է օրինակ տեղի գյուղացիներից ենթադրություն, որ գուցե առևանգել են, նա չպետք է եւ չէր կարող այդպիսի հաղորդագրություն տարածել, հա, եւ պիտի ուղղակի ասեր, որ, չգիտեմ, արվում են քայլեր եւ համագյուղացիներն են ասում, որ չեմ անցել են այսինքն վարկածները բոլոր ուսումնասիրվում են, վարկածները ուսումնասիրվում են, այսինքն այն որ Ադրբեջանի տարածքում են, հա, հայտնվել, նրանք դա տվել են որպես հստակ փաստ, բայց արդյոք մենք մինչև այժմ չգիտենք, արդյոք իսկապես Ադրբեջանի տարածքում հայտնվել են, թե ոչ, թե մոտակա սահմանամերձ ինչ որ մի հայկական տարածքում են մոլորվել եւ հետ եկել։ Եվ եթե ընդամենը այդ եզրակացությունը մամուլի հաղորդագրություն հնչեցնել, արդեն խնդրահարույց է։ Դրան էլ գումարվում են ընդհանուր այն, որ երկար ժամանակ տեղեկատվություն չկա, որից մարդիկ սկսում են ենթադրել, որ տեսնես ինչեր են անում, ինչ բանակցությունների մեջ են, այս ամբողջը գալիս էր կուտակվելու եւ ստեղծելու բավական
բավական մտահոգիչ ֆոն ճգնաժամային եւ ընդհանուր կոմունիկացիոն այս իրավիճակի վերաբերյալ։ Հա, իդեպ դու շատ լավ նկատեցիր, որ նախնական այդ վարկածը, որ Ադրբեջանի տարածքում են եղել, այսօրվա հաղորդագրության մեջ իդեպ ԱԱԾ-ն չի հերքել, որ եղել են ԱԱԾ, ուղղակի ասում է, որ չեն առևանգվել։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար, հիշեցնեմ մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ էի զրուցում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։